Բարև Մարուշ Երամյան, բարի եկած ես նոր հարաճի հերատիդակ պոդքասթին։ Շնորհակալ եմ, որ զիս ընդունած եք այստեղ եւ գոհուսամ կողք գծկեմ ձեզ։ Okay, ուրեմն ծնած ես Հալեբ, Սուրիա, շատ գեսակրական քիզերու մի չանդրադառնամ, բայց ընդմեջ են հարցումներ ունիմ քեզի։ Ինչպես ծնած ես Հալեբ եւ գրություններուդ մեջ Մանկությանդ մասին երբ կխոսիս հաջող կհանդիպինք մորդ խստության։ Այո։ Չեր արդոներ որ դունեն դուրս ելես ընկերուհիներու հետ երտաս։ Միակ զավակն է իր ծնողքիդ։ Ինչպիսի աստեցություն ցկած է այս խստությունը։ Զրգանքը անդրադարձ ունեցած է քրական հագումիդ վրա։ Այն օրերուն անգեղձորեն գներվեի, որ ընկերուհիներուս պես ասենք ագումբ չէի երթար, երջախումբ, բարախումբ եւ այլն մանավանդ բարախումբ շատ կսիրեի, բայց այսօր կանտրադառնամ, որ իր այդ խստությունը, որ զիս կստիպեր դունը մնալ, բաժար դարձած է, որ շատ քիրք կարտամ, բոլոր քիրքերը, որ դան մեջ գոյություն ունեին, կարտացել եմ առանց շատ բան հասկանալու, կարգմը քիրքեր է, եւ ադիգա բաժար եղած է նաեւ, որ հետո սկսեմ գրել։ Անոր համար զրկված չեմ սկար, բարձավես երբ որ կմտածեմ ընկերուհիներուս ուրախությունը, որտեղ իրապես շատ ուրախ ձևով գերտային գուկային, հետո կբատմեին այդ բոլորը, քիչ մը գտխրիմ, բայց շատ չեմ դխրիր եւ զրկված չեմ սկար չէ։ Լավ, շատ լավ։ Քիրքերուս մդերմության մեջը քիրին, փարին, ընթերցումին մասին է, տուն եւ քիրքերը, ինչպես ասիր հիմա քիրքեր շատ կարծացած ես։ Գգարտանք մեջը գուզեի, որ երակներուս մեջ մելան վազեր, սիրդս քիր դրոպեր, եւ հարցումը գուկա քիրքին սկիզբը, քիրքն ու գյանքը գներ տաշնակվին իրարու հետ։ Այս հարցումի մեջ խոր դակնավի ներկայությունը նկատելի է։ Աներտաշնակ գյանքի դակնապն է, որ քրագանությամբ գուզեք լուծել եւ հանցնել ընթերցողին թադողության։ Ոչ, հարցումը գուկա ասոր առաջին անդրադարձը եկած է ինձի վայ օշականեն, որովհետև ինքը շատ կհարցատրեր կյանքի երևույթները եւ իր այդ մեկ հարցատրումը, որ ոչ թե հարցադրում, կամ ասպես թրվածքը, կամ պիտի ապրիս, կամ պիտի քրես։ Ադիգա ինձի շատ մտածել դված է, ինչպես կլա, կամ պիտի ապրիս, կամ պիտի քրես, եւ հոնգե գուկա, այսինքն կյանքի դակնապ չէ։ Ընդհակառակը իմ կյանքը շատ հեզասահ եղած է, փարկած տծո եւ փարք ծնողներուս, ուղղակի դակնապը քիրին մեջ է, քիրին, կյանքին եւ իմ այդ երանգյունին մեջ է։ Եվ այս հարցումը գխորին, որ հիմա հետաքրքրական է ադորալ անդրադառնալ, ինձի կդանի այլ երևույթի եւ այլ հարցածումի ժամանակին անդրադարձած էի, որ եւ հոդված մնալ գրած էի այդ մասին, մենք մանավանդ միջին արևելքի մեջ ապրողներս, որոնք ամիջական հաջորդներն ենք չարթեն վերաբրածներուն, չենք կրծած չարթին պատմությունը քեղարվեստական քրագանության վերածել, հուշակրություն ունեցած ենք, օրակրություն ունեցած ենք, բայց քեղարվեստական քրագանություն, սենք հոնգե ծնած վեպը, որ գխոսի ուղագի այդ չարթի օրերու մասին, չենք ունեցած։ Միշտեր ամերիկահայ քրողները, որոնք հերու եղած են, շատ հաջող վեպեր ունին, շատ հաջող քեղարվեստական քրագանություն ունին չարթին անդրադարձող։ Եվ այդ օրերուն գսեի հոդվածիս մեջ, գամ պիտի հիշես, գամ պիտի ապրիս։ Մեկը սա որ չէ եւ գհիշենք եւ գաբրինք ու ամիջապես անդրադարձա որ մենք որ Հալեբ գաբրինք եւ Եփրադի ճուրը գխմենք եթե ամեն բահ եւ ամեն վարյան հիշենք որ Եփրադի մեջ մեր մեծ մայրերը չեմ գիտեր քանի հայ աղջիկներ մերած խոխոված ինգած ամբողջ Եփրադին ճուրը արինոդ է չես կնար խմել մենք գիտենք որ մեր ճուրը Եփրադեն գուկա այդ մանրամասնությունը գմորնանք եւ գշարունակենք ապրիլ անշուշտ ադի չի նշանակեր որ պիտի չհիշենք չարթը բայց այդ քեղարվեստական քրագանությունը դալու համար չենք կրնա շատ մեջնենք հիմա նույն ցևով ես շատ մեջնեմ քիր քրագանություն ցանկ երանգյունին ադգե գուկա դակնաբը ոչ ուրիշ բան է զուտ քրագան դակնաբ է իրավ ու սուդ ու իրավ զրույցները ցանկեն հերացած մտավորականներու
մանավանդ գին մտավորականներու հետ հանդիպումներու մասին են, որ իհայտ կուքան ծևոմը հարցումներու անոնց պատասխանները իրենց դարբեր կրություններեն, հոդվածներեն, հարցազրույցներեն։ Քրագանությունը միջոց է կյանքը ըմբռնելու։ Ճիշտ այս բարակային, մասնավորապես այս բարակային չէի սերադիգա, բայց խորքին մեջը քրագանությունը ընդհանուր միջոց մնե, այսինքն այո, կյանքը հասկանալու միջոցներն մեկն է, որովհետև մեր փորձառության գողքին երկրորդիմը, երրորդիմը փորձառությունը կգարտանք եւ ընթերցումի ընթացքին ադիգա մերը գթարնա, որովհետև շատ կմտնենք այդ քիրքին կամ քրագանության մեջ։ Այս ճիշտ մասնավորապես, այսինքն զրույցներու բարակային զրույցները ծնան քանիմը նպատակներով կամ քանիմը մտահոգություններով, որովհետև ես կանցասարի մեջ ամեն շաբաթ պետք է հոդված գրեի եւ իմ աշխատանքիս մեջ հանդիպած էի շատ կարեւոր անուններով, որոնք մոռացած ենք, մենք մոռացած ենք այդ անունները։ Սկիզբը նաև դղամարդոց անդրադարձա, հետո անդրադարձա, որ ոչ գիները ավելի են, գիներ, որոնք եղած են մեծ ներդրում ունեցած են մեր մշակույթի մեջ, որովհետև կան նաև նկարչուհիներ, քանդակագործուհիներ եւ այլն։ Երկրորդ նպատակս այն էր, որ դպրոցի մեջ մենք կենսակրություն սորվեինք, աստվականին մերավ, ասիշտեղ ծրավ, կորձերը ասոնք են, դպրոցեն ելանք մորցանք ամբողջը։ Միշտեր ես կուզեի, որ հիշեինք մեր միտքը մնար, այսինքն գարտացողը ոչ թե ըմբռներ, ընկալեր, այդ ամբողջը ընկալեր, ընդուներ եւ իր մեջը մնար։ Եվ երրորդ նպատակը աներ, որ ընթերցումը հաջիկով լար, հաջելի ընթերցում լար, որտեղ այսօր ես համոզված եմ, որ երիտասարդներուն չընթերցելու բաժարներեն գլխավորը հաջուկի բագասն է։ Մեր քրագանության մեջ հաջուկ չկա, մեր քրագանության մեջ կա բարդականություն, որ պետք է գիտնանք մեր պատմությունը, պետք է գիտնանք մեր քրագանությունը եւ այլն եւ այլն։ Այո, բայց այդ բոլորը կարելի է հաջուկով հրամցնել։ Այդ է որ կբացի։ Ուրեմն ջիկ մտապեցի ավելի հաջելի ընձայելու, ասենք այս անձանոտ կամ մորցված հեղինակուհիներուն կամ մշակույթի գործիչներուն կյանքը։ Այդ էր։ Հիմա չեմ գիտեր, եթե հաջողեցա թե ոչ, բայց արձագանքները որ կստանամ, մարդիկ կսեն, որ հաջիկով կգարտան։ Նպատակը սա դի է, հաջիկով եթե գարտան, պիտի հիշեն։ Եթե ամբողջը չհիշեն, կոնե քանի մգետ կհիշեն, ինչ որ լավ է։ Ուրեմն զրուցել կսիրես մտավորականներու հետ։ Բացի մահացող մտավորականներու հետ զրույցներդ կան արդյոք աբրող քրողներ մտավորականներ, որոնց հետ կզրուցես կամ որոնց հետ կուզես զրուցել, արժանի են արդեն զրույցի։ Այո, անշուշտ կան։ Բարեբախտաբար մանավանդ սպիրկի մեջ մեծ թիվով մշակույթի գործիչներ ունենք եւ քրագանությամբ սպառող երիտասարդներ, մանավանդ երիտասարդներ, անգերձորեն երիտասարդ որ գսեմ ինքզինքիս հետ բախտadելով երիտասարդ գսեմ, դերևս քեզի համար այնքան էլ երիտասարդ չեն, միջին դարիքի են, բայց շատ հասուն մարդիկ են, որոնք դալիք ունին եւ անոնց հետ իմ զրույցս միշտ կընթանա, այսինքն թիմադեդրի միջոցով կամ Zoom միտինգներու միջոցով այդ զրույցը միշտ կընթանա եւ կգարձեմ որ դա շատ կարեւոր է որովհետեւ սպիրկի կարեւոր բագասներեն մեկնալ այն է որ քաղուտները չեն գիտեր թե ինչ կանցնի կդառնա յուրաքանչյուր քաղուտի մեջ օրինակ մենք բնավ գաղափար չունենք որ Բուենոս Այրեսի մեջ ինչ կանցնի կդառնա ինչ կա դբրոց կա հայ կա թերթ կա լուրջ ունենք միշտեր եթե հոն աբրող մտավորական քրակետի հետ զրույցի մեջ մտնենք Ադիկա բաժար գլա որ մենք ցանոթանանք եւ այդ փածը որ յուրաքանչյուր քաղուտ մյուսի մասին քաղաքապարչունի կամ քաղաքապար չի գիտեր ինչ կասի գտարնա ադիկա ծևովը կամ փոխչանա ու ես երբ որ անդրադառնամ անոնց իմ ասենք շաբաթական շինագիս մեջ ծևով մատ փածը գկոցվի կգարձեմ գգամրջվին քաղուտները իրարու շատ լավ ուրեմն հիշեցիր որ մտահոգ ես երիտասարդ ընթերցողներու մասին եւ անգեպխած մեծ հարցատրում կա քրագանության ճակատագրի վերաբերյալ ժամանակակից մտահոգությունը որ գրնանգսել Գուկասի Ամանտոյի սիրելի մաննիգին խոսքերում մեջ այս օրերուն ոչ ոք կգարտա մեր քիրքերը մորացության դրվերեն Մինչ կգարձեինք թե մարդը գերտա քիրքը կմնա այո մնացեր են քիրքերը
թեր դոգացող եւ փակ կրատարաններու մեջ ադիգա մնալ կնշանակե պետք է կրոմը դա հոգվի ընթերցողին ճակատագրով այս բարակային պետք է դարբերակել ասենք լրակրողը եւ գեղարվեստական քրագանությամբ սպաղողը որովհետեւ երբ որ դու հանդեսի համար գկրես կամ շապատատերտի համար գկրես որբեսի մարդիկ գարտան եւ ջիկ կթափես որ գարտան հաջելի գնձայես որ գարտան միշտ գեղարվեստական քրագանության բարակային ադիգա չես կրնար բահանջել որովհետեւ ընթերցողը ազատ է ուզե կգարտա ուզե չի գարտար հիմա այս հարցը միայն մեր մշակույթին չպատկանիր միայն հայերը չեն որ ընթերցող չեն ուրիշ ժողովուրդներ ալ կան որոնք ընթերցող չեն բայց երբ որ դոգոսային արումով առնեք մեր թիվը այնքան փոքր է որ չընթերցողներուն թիվն ալ մեծ գերեվի դոգոսը մեծ թիվը մեծ գերեվի բայց դոգոսը նույնն է ասենք արաբական աշխարհի մեջ 100 միլիոնին մեջ եթե 100-ին 2 կգարտա ադի արդեն մեծ թիվ մգնա եւ բաժար գլա որ քիրքերը մեծ քանագով դբվին եւ մարդիկ գարտան բայց որ քիրքերը գաբրին անգասկած թե ինչու գաբրին որովհետեւ գրնա 100 տարի վերջ մեկը կալ բրբդում անել փնտրել եւ մեծ հրճվանք ապրիլ իր փնտրածը գտնելով ինչ որ այսօր մենք կնենք մյուս բրբդողները գնեն Փամը կփնտրեն եւ հանգարց կտեսնես որ 16-րդ տարուն մեկը անդրադարձեր է ադոր եւ շատ կուրախանաս կնշանակե որ քիրքերը ցեր ունին գադարելիք անկախ ընթերցող լալու կամ չլալու երևույթ են այո պիտի գարտան գնան շատ չլալ գարտացողները հիմա ուրիշ բամանալ գա ընթերցողը սելով մենք ով կհասկանանք մարդիկ կան որ օրինակ գեղարվեստական քրագանություն չեն գարտար բայց կգարտան Թերթ կգարտան, հանդես կգարտան, քիդական թերթեր կգարտան, հազար տեսակ բան կգարտան, անոնք պետք է ընթերցող համարենք թե ոչ, այսինքն ասի երևույթը ինքնին շատ ջղավորումներ ունի եւ ասպես մագերեսային մեկ ճուրով չենք կրնար լվալ։ Okay. Ըստ քեզի ինչպես մատուցել նյութը, արցակ թե ոտանավոր Փովանտագությունը գբարդատրեց ցևը թե ընթերցողին հասանելի ըլլալը Նորեն գվերաթարնամ թերթի համար քրելուն եւ գեղարվեստական քրականության Բանաստեղծությունը օրինակ այն ժանրն է, որ ամենեն քիչը գարտացված է, որտեղ մարդիկ կսեն, որ շատ դժվար է չենք հասկանալ Օրը մեկը ինձ իսա, որ էջա հասկացա ասքիրքդ գարտացի, հալոցին մասին էր խոսքը Ասի, որ հոն գարկ մնոր պարեր կան Ես չեմ շինած, պարը կան, բայց Գա պարը, բայց օգտագործում ես դուրս ելած է։ Ես բերած օգտագործած եմ։ Այդ պարերը սիտուն պարարանի մեջ նայեցար, ասա ոչ, ինչպես կուզես հասկանալ։ Հիմա ինչու այդպեսի պարեր կգործած ենք։ Ժամանակին Աբրահամ Ալիքյան անունով շատ սքանչելի բանաստեղծում ունեցած ենք, որ շատ դժբախտ կյանք ունեցել է եւ մարդիկ իր մասին գրեթե բան չեն գիտեր։ Անոր համար գսեին, որ ինքը շատ բացարիք հմուդեր արևմտահայերեն, բացարիք գիտակ Մարդիկ կսեին, որ երբ որ բանաստեղծություն կգրե, այնքան անսովոր բարեր կգրե, կարծես մկանները գուզե ցույց տալ, որ ես ցեզ մե 100-աբադիկ ավելի լավ գիտեմ։ Իսկ ինքը գսե, եւ ադիգա բանաստեղծությամբ ասած է, որ շատ քեղեցիկ է, գսե, որ ես չեմ գրնար, եթե հով ասել ուզեմ, փոթորիկ ասեմ, կամ սյուկ ասեմ, կամ զեպյուր ասեմ, չեմ գրնար։ Մեր լեզուն այնքան հարուստ է, որ յուրաքանչյուր բառ իր հadoop իմաստը ունի, որքան էլ հոմանի շլա ուրիշ բառիմա։ Այնպես որ բանաստեղծության բարական ադիգա է եւ բանաստեղծությունը գբարդատրե ինքզինք գարկ մնույթերու եւ հետո բանաստեղծը եւ չսեր որ ես հայտ է հիմա թուղթ մադի դառնեմ բանաստեղծություն պիտի գրեմ ին բարակայիս օրինակ դողերը շարված կուկան կամ քոնե մեկ դող շարված կուկա միտքիս մեջ եւ ադիգա միջով էս պետք է արցանակրեմ որովհետեւ ռիթմը ճիշտ կուկա գշրույթը քնածքը ամենը ճիշտ կուկա ատ մեկ դողը հետո ատ մեկ դողին վրա գրնամ աշխատիլ բայց ատ մեկ դողը պետք է վարյանին արցանակրվի նույնը չի անշուշտ արցակի բարակային արցակը գրնաս ինչպես որ գսեն արցակը քիչ մնալ շադախոսության արվեստն է իսկ բանաստեղծությունը ի հագացություն արցակին խդության արվեստն է բանաստեղծը երբ որ շատ ասպես լայնածավալ ցևով գկրե Գարձես քինին չուր խառնած գլաս քիչմա անոր համար այո նյութերը իրենք զիրենք եւ իրենց ոճը իրենց հետ կբերեն կակմա նյութեր գարդահայդես չափածո բանաստեղծությամբ
ուրիշ նյութեր գարդահայտես գրես արցակով։ Քիչ առաջ հարցումները մեկու մեջ հիշեցիր Վահե Օշագանը։ Այո։ Վահե Օշագան քրություններդ գարտալով ըսած էր թարմ հովը գպչե Սուրիո ավազներուն վրայեն։ Այո։ Երգերուտ մեջ հաջող կտեսնենք հայ եւ օդար մտավորականներու, հեղինակներու, հղումներ եւ անդրադարձներ անոնց քրագանության մասին, կան հեղինակներ, որոնք իսկապես դպավորած են կամ աստած են քրագան ասպարեզիտ վրա եւ ինչպես։ Այդ աստեցությունը անխուսափելի է, երբ որ օրինակ ես Վահե Օշագան շատ գսիրեմ, շատ գարտացած եմ, իր բոլոր գործերը գարտացել եմ, բայց երբ որ գկրեմ անշուշտ չեմ իր ոճը փորձեր, որտեվ յուրաքանչյուր բանաստեղծ իր ինքնուրույն ոճը ունի, բայց աստեցությունը անպայման գա, եթե ոճին մեջ չէ, ապա մտածելակերպի մեջ, օրինակ Վահե Օշագանին մտածելակերպը մանավանդ սփյուռքի մասին շատ յուրահատուկ է եւ շատ հարիր է իմ մտածողությանս, զինքը ճիշտ կգտնեմ։ Շատեր զինքը ճիշտ իր մտածողությունը ճիշտ չեն գտներ, բայց որովհետև ես իր մտածելակերպը շատ կհավնեմ եւ ճիշտ կգտնեմ, անսկալաբար գաստվիմ իր մե, այո։ Կան նաեւ օդար քրակիդուհիներ գսեմ, որտեղ մասնավորապես օրինակ անոնցում եկը Սյուզեն Սոնտակն է, որ շատ աստած է իմ վրաս։ Տերևս իր հրյա ալլալնալ բանոթեր ուներ ադուր մեջ, որովհետև մեր ժողովուրդները քիչ նման են իրարու եւ իրենց կողալ լեզվի հարցը գա լեզվի դարբեր ասենք բարբարները կան բոլոր հрьяաները չեն որ բոլոր բարբարները գիտեն կամ ընդհանրապես եբրայերեն գխոսին ադորոմար որոշ նմանություններ կան եւ ինքը այնպիսի ազատ անգախ մտածող է որ այո շատ աստած է իմ վրաս ադիկագնությունիմ հբարդությամբ Okay Բացի հեղինակները դեղերը վայրերն իրենց հետ կթողած են նոր հարաճի նախորդ հարցազրույցի ընթացքին հարցուցած էինք կանցասարի մեջ հերթապար լույս տեսնող բրիսմագես սյունագի կրություններու մասին եւ արդեն հիմա կանցասար շապատատերտը հadouk սյունակ ցեզի համար դրամատրած է գշորհավորենք ադորմասը Հալեբը տեր Գաբրի մեջդ Այո ես Հալեբը շատ գսիրեմ եւ Հալեբը գճանչնամ գրնամսել գճանչնամ որովհետեւ հագարակ Հալեբի քաղաքին որոնց մեծ մասը ասենք ներսի շուգայի լապյուրինտոսը չի ճանչնար ես միշտ արիդ փնտրած եմ օրինակ միշտ իմ համեմունքներս կքնեի ներսի շուգային որովհետեւ թե ավելի թարմ գլային Եվ ինձի համար հաճելի էր այդ թաղերը երթալ, բդդիլ, շատ լավ գհիշեմ օրմը բան մգար, ելույթ մգար, հին դբրոցի մեջ, կարծեմ շիբանի էր արդյոք անունը, որուն հասնելու համար պետք էր ներսի շուկային հասնել, ուրեմն մտածեցի, որ նախ երթամ փնտրեմ ուր է տեսնեմ ասիգա, քացիկը դա, հետո ասի, որ ինչու ետ նույն ջամփեն թարվանամ, նոր ջամփամը գտնեմ երթամ եւ շարունակեցի ջամփաս Սկսա մտնել թաղեր, որոնք շատ նեղ էին եւ շատ ամայի էին, ու մտածեցի, որ հիմա եթե թուրմը բացվի մեկ զիս ներս կաշե, մարդ չի մանար։ Հետո բավական քալելես վերջ, շատ հետաքրքրական է, մարդ մտեմսելավ, ըսա որ դիգին թունուր գերտասկոր։ Ասի անգեր զորեն գուզեմ բողոդա ելել, որբեսի տաքսի առնեմ։ Սավ ես անդրադարձա, որ տուն հոստեղեն չես, ոչ տուրիստ ես, ոչ ալ աս վայրերեն ես։ Ասի այո, ես Հալեբ Գաբրիմ, Հալեբցի եմ։ Եվ մարդը ինձի ուղեց, աստեղարեն կնա, որովհետեւ բողոդա ելես եւ ասկին չէի ալ վախնար, գիտեք, գերթայի գփնդրդեի, չկա դեմը որ չեմ կացած Հալեբի մեջ եւ այդ քիտնալը, ճանչնալը քաղաքը գոքնե որ ավելի գապվիս, ավելի սիրես քաղաքին եւ խորքին մեջ արդեն իմ կանցասարին գրելս եղավ անոր համար որ երգրես եւ քաղաքես եւ քաղուտես հերու լալով անպայման գուզեի փանմը անել օկտագար լալ ծևովը եւ ադոր համար երբ որ խմբակրուին առաջարկեց որ աշխատակցի մեծ սիրով եւ առանց նազի տրվելու սի այո ամիջապես եւ թեև անգերձորեն աշխատանքիս ընթացքին երբեմն դժվարանամ շաբաթական հոդված հասցնելու բայց չեմ ձուլանար չեմ դժգամիր եւ
Սևով մը երախտաբար դեմ նաև կանցեսարին, որ ինձ այս արիթը դվավ, որ իմ սերս քաղուտիս եւ քաղաքիս հանդեպ արտահայտեմ, այո։ Ստագ է շատ հալեբի աստեսությունը վրատ անցնինք քահիրեն։ Ուրեմն 2018-ի վեր արդեն հաստատված է քահիրը 2015-ին 15-ին, օքեյ, ճիշտ եմ ոս 2015-ի վեր արդեն հաստատված է քահիրը եւ շատ կարեւոր աշխատանք կդանիս վարելով հայկական բարեգործական տանուր միության Երվանդ Աղաթոն քրատարանի արխիվներու պատասխանատվությունը եւ նույն միության դերեգադու բարբերականի խմբակրությունը խոսենք քահիրեի մասին եւ ավելի Եգիպտահայ համայնքի մասին Եգիպտահայ համայնքը գիտենք պատմության ընթացքին շատ ծաղկուն էր քրագանությամբ մամուլով մտավորականությամբ հիմա ինչպիսի վիճակ կբարձե ասենք դպրոցներ լեզու ակումբներ ընդհանրապես համայնքային կյանքի դեսանգույնն Համայնքը շատ երանտուն է, հագարակ որ փոքր թիվ մնան, այսինքն բավական փոքր է թիվը, ճշգրիտ չեմ գիտեր, բայց փոքր է։ Այսօր հալեբի մեջ ինձ գտվի որ ավելի հայ գբնագի, քան քահիրեի մեջ։ Բայց քաղուտը շատ երանտուն է, ունին 3 ակումբներ եւ մեկադալ մարզական ակումբ։ Դղակը միշտ ակումբ կերտան, իրենց համար բասկետբոլը շատ կարևոր է։ Ունեին քահիրեի մեջ շատ դպրոցներ կային։ Վերջին, ասենք 30-40 տարիներուն 2 դպրոցներ մնացել էին՝ Կալուստյան եւ Նուբարյան։ Կալուստյանը քահիրեի մեջ էր, հին քաղաքի մեջ էր, ոչ թե հին քաղաքին, քահիրեի մեջ էր։ Նուբարյանը Հելիոբոլիս էր։ Հետո բայց ժողովուրդը սկսավ հայերը սկսան քահիրեին Հելիոբոլիս փոխադրվել։ Հագարականով որ եկեղեցին գշարունակե մնալ շքեղ եկեղեցի մոնին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքեղ Եկեղեցին դակավին քահիրե է, բայց ժողովուրդը մեծ մասը եկան Հելիոբոլիս։ Ուրեմն Նուբարյան վարժարանի աշակերտությունը երթալեն բացեցավ։ Վերջավորության միացուցին 2 դպրոցները, հիմա քահիրեի մեջ 1 դպրոց կա, Կալուստյան Նուբարյան ազգային վարժարան, իսկ Ալեքսանդրիո մեջ եղած միակ վարժարանը, որ Բողոսյան վարժարան էր, այո, փակվեցավ անցյալ տարի, որովհետև մեկ աշակերտ ունեին, անալ բակալորիայի հասավ եւ Հոնալ շատ մարդ չի գա, մե մարդ գամ քահիրե գուկա գամ գկախտե։ Գալով հայերենին ընդհանրապես նույն վիճակն է, ինչ ուրիշ քաղուտներու մեջ։ Դհակը դժգամին սորվելու, նախագրթարան միջնագարկ կսորվին, հետո արդեն կսկսին դարվել իրենց քննություններով, համալսարանով եւ գբաքսի ադիգա։ Քրակետներ չկան, նոր քրողներ դժբախտաբար չկան։ Ես երբ որ առաջին 3 տարիները մինչև 2018 դպրոցի մեջ ավակ ուսուցչուհի էի հայերեն լեզվի, փոքրիկ քրոներու ակումբ մգազմած էի, որում մեջ 10 աղջիկներ կային, որոնց մեջ երկուքը շատ շնորհալի էին, շատ լավ կգրեին, իրենց դարիքին համեմատ իրապես շատ լավ։ Հետո բայց ինձ գտվի թե մայրերը սկսան դժգամիլ Բիդի փերեն, բիդի դանին, բզդիկ են չեն գրներ մինակնին կալ երտալ, և գամած սկսան պացագայիլ, և արդեն ես ալ 2018-ին երբ որ դպրոցը ծկեցի, ադ ակումբնալ ավարդը կդավ, բայց մինչ այդ իրենց համար, իրենց կործերով, գանաչ խնցորներ անունով փոքրիկ քրքույկ մը հրադարագեր էի, յուրաքանչյուրեն 5 պատմվածք, և հետաքրքրական է անիգա, որ փոխանակցնող կուրախանան, որ իրենց զավակները բան մհրած են, ինձ իսին, որ ասի ամենը թուն սրպակրերես։ Ասի, որ ձեր գարձիկով գա քիրկմը, որ գդպվի և խմբակիր չունենար, սրպակրող չունենար։ Դուք պետք է ուրախանաք, որ ձեր զավակները այս շնորհքը ունեն։ Ասի գա գբատմեն, բարձավես ասելու ցույց տալու, թե իրենց կեցվածքը ինչ է։ Մեկ աղջիկ կա, որ շատ լավ նգար է գկձե, քեղանգար գնե, և Անորալ բանը դպրոցին մեջ ես անդրադարձա, որ ինքը շատ լավ գկձե 13 տարեկան էր, ջիկ տապեցի, որպեսի լավ ուսուցիչ ուղեցույց ունենա, և հիմա բավական լավ է, իր դարիքին համեմատ այդ օրերում շատ լավ էր։ Ադգե անգախ մշակութային կամ քրական, քեղարվեստական նոր թեմքեր չգան դժբախտաբար, բայց կոնե եղածը բահելու ջիկ մգա, ինչ որ լավ է։
Ընդհանրապես գսվի, որ արվեստը միջոց մնե կյանքը հասկանալու եւ ըմբռնելու, ինչպես նաեւ գրելը։ Ինչ է կարծիքդ, համաձայն ես։ Այո, անշուշտ, որով բոլոր քրակետներն ալ կամ անոնք, որոնք քրական աշխատանոցներ գնեն, առաջին գեդը ասիգա է, որ միշտ պետք է գրել։ Եվ գսեն, եթե փնավ գրելիք մի չունիս, օրակրություն գրե։ Ադոր համար գհիշեմ Անայսնին անունով Ֆրանսա իսպանացի քրակիդուհի մի եղած է, որուն անունը կամ որուն քրականությունը շատ խնդրահարույց է, բայց այսպես թե այնպես ինքը քրակիդուհի է եւ նշանավոր է իր օրակրություններով շատ հետաքրքրական, իսկապես հետաքրքրական օրակրություններ ունի։ Եվ ընդհանրապես բոլոր գրողները, մեծ մասը գրողներուն օրակրություններ ունին, օրինակ Կաֆկայի օրակրություններն ալ կան։ Հիմա ուրիշ մեկը չեմ հիշեր, որ եւ անընդհատ ափսոսացած եմ, որ մեր քրակետները չեն ունեցած օրակրություն, չեն բահած։ Պատկերացուցեք, եթե մեծարենց Թուրյան, Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրաբ օրակրություն բահած լային, մենք այսօր որքան ավելի բան պիտի գիտնայինք իրենց մասին։ Եվ ասիգա ինձ գտանի ուրիշ անդրադարձիմը, որ մեր քրականությունը քիչ բացառություններով ընդհանրապես շատ ասկային քրականություն է, այսինքն մեր ասկը միշտ հարցեր ունեցած է եւ մեր քրակետները իրենք նվիրած են այդ հարցերուն, այդ խնդիրներուն։ Քիչ են անոնք, որոնք զուտ քրականություն գրած են, ինչպես օրինակ Դանիել Վարուժանի Հեթանոս երգերը, որոնք մաքուր քրականություն են, շքեղակույն բանաստեղծություն։ Ադոր համար է, որ մեր քրակետները շատ օրակրություն չունին։ Եվ ադոր համար է, որ Ամերիկայի մեջ օրակրություններու հսկա հրատարակություններ կան, շատ մեծ է թիվը։ Ասիկա ցույց կուտա նաև, որ մեր քրականությունը շատ մդերմական չէ։ Օրինակ հուշակրություն ունենք, նոր են, քիչ են թիվը այդ հուշակրություններում։ Օրակրությունները ընդհանրապես քիչ են։ Եվ երբ որ գգարթակ այդ օրակրությունները կտեսնեք, որ այդ անհադին մդերմակույն խոհերը չի գան հոն, որով կարծես շատ բան եղած է, մահված է, մաղ է անցած է։ Ասիկա ցևով մը գորուստ է մեզի համար, որտեվ եւ միջոց մը պիտի լար քրակետները ջանչնալու եւ ժարմն է այսօր։ Ճիշտ է, որ մանր քրականության ժարին կպատկանին հուշակրություն, օրակրություն, գենսակրություն, ինքնագենսակրություն, բայց որքան ալելա քրականություն են եւ գոքնեն շատ կարեւոր քրականություն են եւ ասոնք այնպիսի քրականություն են, որ երիտասարդները ավելի հաճույքով պիտի կարդային։ Օրինակ Անայսնինի օրակրությունները երիտասարդները մեծ հաճույքով պիտի կարդան։ Ադոր համար այո, ճիշտ է, քրականությունը գոքն է, որ կյանքը ավելի լավ հասկանանք, կյանքին հետ վարվիլ ձևով սորվինք։ Այո, ցերսածը ճիշտ է։ Շնորհակալ եմ Մարուշ, շատ հաճելի էր։ Ես եմ շնորհակալ, որ արիթ ընձայեցիք այսպես իմ միտքերս, մտածումներս գիսելու ցեզի հետ այս հարցազրույցին ընդմեջն։ Շնորհակալ եմ եւ ցեզի ամենայն բարիք եւ ամենայն հաջողություն կմաղթեմ։